անցկացրել եք այստեղ Բաղրամյան պողոտայում, ինչ է կատարվել երեկ, ինչպես է անցել գիշերը այստեղ։ Անցկացրել ենք գիշերը այստեղ ծնողներով, սպասել ենք պատկան մարմինների պատասխանին, որոնց երեկոյան որ եկել են իմացակ մի քանի հոգի եկան, փոխանցեցինք մեր պահանջները, իհարկե պահանջներից հետո մի քիչ փոփոխություն եղավ, այսինքն որ ասում ենք պետք է պարոն Աբազյանը հետ վերականգնվի, չնայած մեզ ասեցին, որ դա անհնար է, բայց ես այդ կարծիքը չեմ կիսում, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, անհնար է, դե բան չեմ տեսնում, եթե վարչապետի հրամանով որոշման ազատվել են, նույն վարչապետի որոշումը նաև կարելի է քենսել անել, չեղել համարել, նորից վերականգնել, բայց ինչևից է, չեմ ուզում խորանամ այդ հարցերի մեջ, նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար ունենք, թող ժամանակավոր պաշտոնակատարը խնդրեցինք, պահանջեցինք, որ ժամանակավոր պաշտոնակատարը գա ներկա այստեղ մեր մոտ ու ինքը իր դիրքից, իր պաշտոնից, իր անունից մեզի հավաստիացնի, երաշխավորի, որ մեր երեխեքի, քանի որ մեր հարցը նորից եմ ուզում շեշտեմ, որ մարդկանց համար այդ կարծիքը վերջապես ելնի, որովհետև հանրության մեծ մասի մոտ, թե մենք ստե փողով եկող ակցիա անող ենք, մենք ոչ մեկից այսքան վաղ ոչ մի լումա, ոչ մի կոպեկ ոչ վերցել ենք, ոչ էլ պատրաստում ենք վերցնենք, եթե վերցնենք, ստե չենք լինի։ Հոկասյան նշեցիք իրենց պահանջը փոխանցելուց հետո որոշ փոփոխություններ են եղել, նկատի ունեք։ Չէ, առավոտը մենակ փող ոստիկանապետն է եղել, ասել ենք, էլի գնացել է, որ պետքա մեզի պատասխան տա, դեռ այդ պատասխանը չենք ստացել։ Հանդիպում եք պահանջում Հանդիպում ենք պահանջում նորանշանակի հետ, որ ինքը գա նորից ասեմ, շարունակեմ միտքս ավարտեմ, որ ինքը գա մեզ երաշխավորի, որ մեր երեխեքի հարցը մնալու է օրակարգում որպես առաջնահերթ հարց, ամենայն դեպս ԱՀԾ կառույցի համար, նոր ձևով, նույն ձևով շարունակելու են ավելի մեծ թափով, բայց ոչ պակաս թափով, նույն ձևով աշխատանքները շարունակվելու այդ երեխեքի ճակատագրի վերաբերյալ, որ ինֆորմացիան գործողությունները կատարվի, գործը շարունակվի։ Եթե կգա կասի, մենք էլ գոնե ինչ-որ տեղ արդեն կզգանք, որ այս մարդը ասել է իր դիրքից, մենք ճանապարհը կբացենք։ Տեղեկություն ունեք, որ չի շարունակվելու այս process-ը։ Չէ, գիտեք ոնց, ոչ թե տեղեկություն ունենք, որ չի շարունակվելու, ասենք 5 տարվա մեր փորձը ցույցատվեն, որ ասենք բացի Աբազյանից ու ասենք ԱԱԾ կառույցից ոչ մեկ այդ երեխեքի հարցով չի զբաղվել։ Ասենք զբաղվել է Աբազյանը, մեր հետ հանդիպել է Աբազյանը, մեր հարցերին պատասխանել է Աբազյանը։ Մենք էլ ինչ, հետո գիտեք մեր մտավախությունը ինչ էր, նայեք, ես ձեզ հիմա ասեմ, Եվրոխորհրդից հետ պահանջեցին, գիտեք, անհետքորածների վերաբերյալ այդ ամեն ինչը հետ պահանջեցին, դա արդեն մեզի ոնց որ մեսեջ էր, որ այդ երեխեքի հարցը շատ շուտով դառնալու է այս պետության համար հայտարարեցին, որ մենք գերի չունենք, մենք պահանջ չունենք եւ այլ եւ այլ։ Դե էս էլ արդեն նշանակես, որ մեր երեխեքով։ Հիմա եթե կգա կասի, որ ես անելու եմ նույն գործը, ոչ մի փոփոխություն չի լինելու, հարց չկա, մենք արդեն գիտենք, չես մարդը ասել է, այսինքն որ հանգարց վաղը տենանք ինչ-որ տեղաշարժ չկա, մենք կարանք չէ տանք, ասենք, բա դու մեզի եկար, այսքան մարդու մոտ ասեցիր, որ անելու ես, բախի չես անում, այդ վաղտ մենք կարանք իրան, բայց չի գալի։ Երեք Փաշինյանն ասաց, որ Աբազյանի պաշտոնանկությունը ոչինչ չի փոխի, պարոն Ղուկասյան։ Ես Փաշինյանի ոչ մի խոսքին չեմ հավատում։ Ես չեմ հավատում, ես անձամբ իր այդ մի քանի անգամ հանդիպել եմ այն շուտ վաղտերը, դրանից հետո իմ մուտքը արգելվել է կառավարության շենք, ես հասկացել եմ, որ ինքը պոտենցիալ խռովնիկ սուտասան մարդ է, ես ոնց կարամ հավատամ մի մարդու, որ 5 րոպեվա մեջ կարա 15-ից սուտ ասի։ Հատկապես իր սուտ խոսելը երբ է դրսևորվել, ինչ պարագայում բան։ Ես հիմա ասես չեմ կարա հատիկ ասեմ, բայց շատ ասեցինք այն ժամանակները, որ մտնում էինք իր մոտ այս հարցերով, ինքն էս բաները ասում, որ ուղղակի անհեթեթություններ էր ասում, ասենք հետո մի հատ օրինակ բերեմ, էտիա մեջս մի հատ օրինակ բերեմ, որ ծնողները գնացել էին մոտ հանդիպման, ինքը որ ասել էր, դա իր խոսքերն է, այսինքն ծնողներն են փոխանցել, որ դուք տանը ուրիշ երեխա չունեք, գնացեք զբաղվեք ձեր ողջ երեխեքով, ինքը մեզ ասել էր ծնողներին, որ անհետ կորածների կոնկրետ հարցով, որ բան չունենք, Ադրբեջանի ղեկավարությունը ասում է գերի չունենք,
Հələ Ադրբեջանի ղեկավարությունը իրանց փոխանցել է, որ մենք անհետ կորած չունենք, բռնի անհետացած չունենք ու դա այն ներկայացած փաստերը, որ մենք ենք ներկայացել, որ վիդեոներ կա, վիդեո ֆիքսացիաներ կա, որ մեր երեխեքին Ադրբեջանի զինվորը տանում է գերի։ Դա անհերքելի փաստ է, ճիշտ է։ Բայց Նիկոլ Փաշինյանի համար դա փաստ չի։ Իր համար փաստը նա է, որ Ալիևն ասում է չունեմ։ Դա ավելի հիմնավոր փաստ է, ավելացնեմ ասել էր, ասեմ ավելին, նա երթում է կերե, որ չունի։ Այսինքն այսօր Ալիևի հա Ալիևի երթում Ալիևի երթումը իր համար ավելի մեծ փաստ է, քան թե վիդեոները։ Ու ինքը տենց ասել է, Ալիևն ասում է չունեմ, всё, Ալիևի խոսքն արդեն իր համար դոգմա է, օրենք է։ Հիմա որ վաղ Ալիև ասի, հորս արև Հայաստանը իմն է, պետք է ինչ համարենք, որ Ալիևը երթում կերա, որ հորս արև Հայաստանը իմն է, պետք է տանք Ալիևին։ Տենց է, իդ տրամաբանությամբ տենց է դուրս գալի։ Լուծումներից որը ձեզ համար բավարար կլինի, այսինքն ինչ պիտի լինի, որ դուք համարեք, որ ձեր պահանջները փողոցային պայքարի, չէ, գլոբալի մասին չի խոսքը։ Աբազյանը վերականգնվի, եթե չվերականգնվի, մենք Աբազյանի վերականգնումին չէի շեշտում, քանի որ նորից եմ ասում, ես այդ մարդու աշխատանքը տեսել եմ, ու մենակ ես չեմ տեսել, այդ ծնողներն են տեսել։ Քանի գերի է եկել, դա Աբազյանի գործողություններն է եղել։ Ես դες չէ որ հիմա Աբազյանին մեծ արում եմ, բայց որ արել է, չպետք է էլ կներեք sense Խակակեր հավի նման պետք է չուտենք կտուսները սկսենք գեդին, ասենք չենք տեսել։ Եվ որ արելը ոնց ասենք չի արել։ Եթե իր տեղակալը գա եւ հավաստիացնի, որ նույն կերպ կշարունակվի, դա ձեզ կբավարարի։ Բա իհարկե, եթե դու իր տեղակալը գա ու ինքը հավաստիացնի, երաշխավորի, որ ինքը այդ տեմպից չի ընկնի, հələ մի բան էլ ավել, ոչ պակաս կանի, բա մեզի ինչ է պետք, մեզի մեր երեխեքն են պետք, մեզի ուրիշ բան պետք չի, շեշտում եմ նորից։ Առավոտվա հանդիպմանը Վարդան Վարդանյանը ինչ խոստացավ։ Ես ճիշտն ասած չեմ մոտեցել, չեմ էլ լսել իրանք ինչ են խոսացել, ազնվությամբ չեմ մոտեցել։ Ուղղակի որտեվ հասկացել եմ նույն խոսակցությունալում ինչ որ Երևանից եղել է։ Արեք ճանապարհը բացեք, սա լավ կլինի, վաղը չեմ ուսորը կետա կտենակ, դա էլ է կտի մոմենտ։ Բայց երեկայից ներկայացուցիչ եկավ, խոստացել է, որ հետ վերադառնա պատասխանի, հա, ձեր հարցերը։ Եկավ պարոն Սանամյանը եկավ գնաց, բայց հələ որ նորություն չկա իրոք։ Քանի որ ազգային ժողովի դիմաց եք, հետաքրքիր է պատգամավորների իշխանական դիմատների հետ գիտեմ, որ հանդիպել եք, եղել է, որ օրինակ կան փորձեն հասկանալ։ Երկու եղել է, մեկը Տիկոն եկավ, Աբրամյան, մեկը Երևային մի տեղ։ Ո՞նց։ Հա, չէ մի հատ էլ տղամարդ, որ մտավ ներսը հարց տվեց։ Գառնիկ Դանիելյանն էր կարծես։ Հա, ոչ մեկ մի 3 հոգի եկել է։ Իշխանականներից եկել են։ Իշխանական։ ԿՊ-ականներից ձեզ հանդիպել են։ Ոչ։ Կանան ձեր խնդիրը։ ԿՊ-ականները ոնց կարան մեր հետ գան հանդիպեն։ Երես պետք է ունենան, որ գան հանդիպեն։ Ղուկասյան նաև որոշում կայացրեցիք ձեր մի խումբը այս պահին Հերացի փողոցը փակի 1 ժամով։ Ակցիան շարունակվի այլ փողոցների փակմամբ էլ, եթե ներկայացուցիչ ազգային անվտանգության Որ մնացած ծնողները որ միանան, մնացած ծնողները, որտեղ մենք ունենք 170 հոգի զինվորական եւ 20 հոգի քաղաքացիական անհայտ կորած։ Այդ չեմ ասում գերության մեջ տղեկի մասին, որ նրանց ծնողներն են աթոռներից իրանց նստատեղերը հանեն գան միանեն, դու հերացին էլ կփակեմ, դու Պաշտոսն էլ կփակեմ, դու ինչ կա կփակեմ, բայց ես իմ ուզածին պետք է հասնեմ, որտեղ նորից եմ ասում, իմ պահանջը իմ երեխեն է, ու մնացած երեխեքը, հանուն իմ երեխեքի, հանուն այդ երեխեքի ճակատագրի, որ 5 տարի ոչի բան չգիտենք այդ երեխեքին ինչ է լավ, ոնց է լավ, ողջ են, մահացած են, զոհված են, ինչ վիճակում են, այդ անորոշությունը արդեն մեզի վերել է այն հոգեկան են ամենածանր վիճակի մեջ է հասցրել։ Որ մենք այսօր չգիտեմ ինչ ենք պատրաստ, կարող է, ես իմ մեր ծնողներից բավականին արդեն մի քանի հոգի մահացան։ Մեր անհետ կորածների ծնողները այսպես ամիսը մեկ չլինի մեկը մեռնում է, չէ՞։ Այդտենց։ Իրազեկման ժամանակ ինչ են ձեզ պատճառաբանում այդ ծնողները, որոնք որ այսօր ներկա չեն այս ակցիային։ Ես
Այստեղ տեսնողներին միշտ այդ մարդկանց եմ տենում, ուրիշ մարդ գրեթե չեմ տենում։ Մեկ-մեկ լինում էր, որ ասենք ԱԱԾ-ում կամ ասենք, չգիտեմ, միտեղ հանդիպում ենք, մի քանի հոգի լինում են գալիս են, որ դաժե չենք էլ տեսել, բայց իրանք ասում են, որ մենք անելով հիմա մարդիկ կար տարբեր պատճառաբանություններ են բերում, մեկը հիվանդ է, մեկը տկար է, մեկը փոքր երեխա ունի, մեկը տարեց մարդ ունի, ամեն մարդ մեկը փողը վերցել է, չի գալի, մեկը չգիտեմ, պաշտոնը վերցել է, չի, ինչ իմանամ, ցավը տանեմ, ամեն մարդ իր, թո ինքը իր Աստծո առաջ, թո ամեն մարդ, թո ամեն ծնող ինքը իր Աստծո առաջ, մեկ էլ իր երեխու առաջ պատասխան տա։ Իսկ այսօր ինչ եք պլանավոր, ինչ-որ գործողություններ էլի այստեղ եք անցկացնելու։ Ինչը մեր բաժները չբերչանա, չբավարարվի, ոչ մի բան էլ չենք իմանում ինչ ենք անելու, ինչ էլ ասես կարանք կանենք։ Մարդ ավակվի, ինչ ասես կարանք կանենք։ Ամենայն ամենախենթությունն էլ կարանք կանենք։ Ինչ-որ նոր հանդիպում, ինչ-որ մեկը ձեզ ընդունելու Հիմա չէ, դե հիմա սպասում ենք պատասխանին իրանց, որ նորանշանակ ՀԱԾ-ի այդ ժամանակով պաշտպանողը մեզի հանդիպի, մեզի մեր հարցերի պատասխանը տա։ Այդ է, ուրիշ բան չկա։